Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը Հայաստանի համար կարող էր դառնալ նախադեպային, եթե ցմահ դատապարտված Մանուկ Սեմերջյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեր։ Նախադեպը չարձանագրվեց, քանի որ դատավոր Մհեր Արղամանյանը անփոփոխ թողեց Երևանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այն է 1 տարով հետաձգել Մանուկ Սեմերջյանի հարցի քննարկումը։ Մենք պետք է չշտապենք, որ մարդկանց չծիծաղեցնենք։ 20 տարի մարդը մեկուսացված է եղել, պատիժակրի ու այսօր միանգամից դուրս գա։ Միգուցե ավելի ռեժիմը իրա փոխվի։ Մանուկ Սեմերջյանը դատապարտվել էր ավազակային հարձակմամբ 4 անձի դիտավորյալ դաժանորեն սպանելու համար։ Մարտի 10-ին լրացել էր անազատության մեջ գտնվելու նրա 20 տարի 1 ամիս 8 օրը, եւ նա դիմել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովին իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու։ Նրա դատապաշտպանը որոշել է բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը, քանի որ կարծում է, որ Մանուկ Սեմերջյանի հարցի քննության հետաձգումը օրինական հիմքեր չունի։ Պետք է լինեն հստակ ինչ-որ չափանիշներ, որ այդ չափանիշներով որոշենք կոնկրետ անձը պատրաստ է պայմանական վաղաժամկետ ազատման, թե ոչ։ Իսկ այն որ ծիծաղելի է, որ ցմահ ազատազրկված դուրս գա, դե եկեք այդ դեպքում դիմենք, թող օրենքը փոխվի, հանեք այդ օրենքից եւ հարցը փակենք։ Դատապաշտպանին վրդովեցրել է այն, որ Մանուկ Սեմերջյանին ազատ արձակելը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կողմից համարվել է ռիսկային, եւ նա հաշվառվել է իբրև փախուստի հակում ունեցող անձ։ Մինչդեռ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական բաժնի ներկայացուցիչը վստահեցրեց, որ իրենք բազմիցս ներողամիտ են եղել Մանուկ Սեմերջյանի նկատմամբ, որը ոտնձգություններ է արել իր խցակիցների նկատմամբ, իր մոտ պահել արգելված իրեր, օրինակ բջջային հեռախոս։ Այդ պատճառով ըստ կալանավայրի ներկայացուցիչի դեռ վաղ է Մանուկ Սեմերջյանին ազատ արձակել։ Նարին Էրիցյան, Արամ Մնացականյան, IPFM։